Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ և այսօրվա զրույցը ուզում եմ վարել մեր հիասքանչ բնության մասին և այն մասին, որ ինչքան մեծ կարևորություն ունի բնանկարչությունը հատկապես և ուզում եմ մատնացույց անել բնանկարչության առավելությունը արվեստի մյուս ժանրերի նկատմամբ։ Ինչով է դա պայմանավորված։ Նախկինում վերածննդի շրջանում բնանկարչություն հազվադեպ էին անում նկարիչները, եթե անում էին, ապա արվեստանոցում նստում և բնանկար էին հնարում, կարելի ասել, հիմնականում այդպես էր։ Սակայն նատյուրմորտի ժանրը մի քիչ ավելի որոշակի եղավ այն առումով, որ նատյուրմորտ հենց ինքը կոչվում էր նատուրամորտ է, այսինքն սպանված թռչուններ, կենդանիներ դնում էին, նատյուրմորտ էին դնում և այտենց նկարում էին, դրա համար այդ ժանրը այդպես է կոչեցին, նատուրամորտ է և հիմա ես կասեմ տարբերությունն առավելությունը ինչում է կայանում և կա կոմպոզիցիոն նկարչություն, արևմուտքում ասում են, նույնիսկ բնանկարչությանն ասում են ֆիգուրատիվ նկարչություն, այսինքն ինչ-որ բնությունից է վերցված, բայց մեր հասկացողության մեջ ֆիգուրատիվ նկարչությունը դա կոմպոզիցիոն նկարչությունն է, որտեղ բազմաֆիգուր կամ սյուժետային նկարներ են, որոնք այնուամենայնիվ թող ինձնից չնեղանան կոմպոզիցիոն նկարչության կողմնակիցները, այնուամենայնիվ դրանք մի քիչ հնարովի նկարչություն, այսինքն նստում են արվեստանոցում և հնարում ինչ-որ նկարչություն, ինչ-որ նկար, իսկ բնանկարը մի ուրիշ առավելություն ունի և այդ առավելությունը կայանում է նրանում, որ անկախ նրանից, թե մենք ինչ մակարդակի իմացություն ունենք, բնության մեջ դուրս գալով, նկարելով, ինչպես Մարտիրոս Սարյանն էր ասում, գնացեք բնությունը նկարեք, բնություն ձեզ կսովորացնի, թե ինչպես նկարեք։ Եվ գույների ճանաչողությունը, և ֆորմաների ճանաչողությունը, և ծառի ֆորման, և սարի ֆորման, այսինքն մենք ինչքանով որ պատրաստ ենք պրոֆեսիոնալիզմի առումով և գիտակցական առումով, դրան գումարվում է և աստվածային ներգործությունը, երբ որ դրսում նկարում ենք, այսինքն մենք անընդհատ հուշահար ենք ունենում բնությունը որպես այդպիսին։ Արվեստանոցային նկարչությամբ, երբ որ կոմպոզիցիոն նկարչություն ենք անում, ուզենք չուզենք այն ինչ որ մեր մեջ կա, դա ենք վերարտադրում և գումարումը, այսպես ասած, նկարչական գումարումը ավելի պասիվ է լինում, քան որ բնությունից մենք սինխրոն ստանում ենք այն ամենը, ինչ որ Աստված տալիս է բնության միջոցով մեզ։ Եվ բնանկարչությունը հատկապես զարգացավ իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանում, երբ որ իմպրեսիոնիստները դուրս եկան արվեստանոցներից և սկսեցին բնություն նկարել և դիմանկարչություն անել և նատյուրմորտներ, ծաղիկներ դնել նկարել և այլն, այսինքն թե օգտվել բնությունից, եթե մենք վերաբերում ենք մարդուն նույնպես որպես բնություն, մարդու դիմանկարը նկարելուց մենք օգտվում ենք նրա դիմագծերից, նրա գույնից, մազերի գույնից, աչքի գույն և այլն, և դա իրար գումարվելով ստեղծվում է մի նոր նկարչություն, մի նոր նկար։ Եվ մենք, քանի որ գտնվում ենք Տաուշի մարզում, մեծ հրաշք բնության մեջ, այս դրախտավայրում, մեր հայրենիքի, իմ կարծիքով այս մասին իմանալը պետք է որ առավելություն տա բոլորիս և մեր նկարիչների, Տաուշում ստեղծագործող նկարիչների առավելությունն է սա, որ մենք անմիջական բնության մեջ ենք ապրում և անտրամաբանական կլինի, երբ որ մենք մեզ տրված, այս մեծ հնարավորությունից չօգտվելով անցնենք կոմպոզիցիոն նկարչության։ Միշտ էլ դա կարելի է անել, բայց կստացվի, որ մենք մեր լեզուն փոխում ենք, ինչ որ մի ուրիշ լեզու ենք ուզում արտաբերել, ըստ էության
նկարչության խնդիրը նույնն է, ստեղծագործել ժանրերը համարյա թե կարելի ասել նշանակություն չունեն, գլխավորը ստեղծագործելն է։ Ահա այն ինչ որ ես ուզում եի այսօր ասել բնանկարի մասին եւ բնանկարի առավելության մասին, սա էր եւ ուզում եմ սրանով ամփոփեմ այսօրվա զրույցը։ Շնորհակալություն, առայժմ։